Ես իսկապես համաձայն եմ, որ այն երկրները եւ մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանի բոլոր գյուղերը համատարած դառնան նոր հանքավայրեր, այսինքն համատարած երկիրը դառնա հանքավայր, որովհետեւ եթե վերցնենք, հա, վերջի 5, 6, 7, 8 տարիների քրոնիկոնը, ապա մի քանի մարզեր կան հատկապես, որտեղ գրեթե ամեն յուրաքանչյուր երկրորդ, երրորդ, չորրորդ գյուղում ցանկանում են նոր հանքավայր բացել։ Այն մարդիկ իսկապես, որոնք հաշտ են, որ երեխաները ապրում են աղտոտված գոտում, կամ նույնիսկ քննադատում են այն մարդկանց, ովքեր որ խոսում են այդ երեխաների առողջության համար, այդ նշանակում է այդ մարդիկ հաշտ են այդ, այսպես ասած, վատ օրակարգերի հետ, որ Հայաստանի տնտեսությունը եւ ընդհանրապես երկիրը որպես այդպեսին կործանվի։ Այսինքն չխոսել այդ խնդիրներից կամ թաքցնել, չլուծել այդ խնդիրները նշանակում է կամ չդիմագրավել մարտահրավերները նոր հանքերի բացման նշանակում է ամբողջ երկիրը դարձնել հանքավայր, տարբեր կրճատել գյուղատնտեսական տարածքները, կրճատել զբոսաշրջային տարածքները, ռիսկի ենթարկել մարդկանց առողջությունը, երեխաների առողջությունը եւ որոշակիորեն գնալ դեպի նրան, որ այսինքն մենք բացի տնտեսության միաբևեր լինելուց, այսինքն որ կախված է մի ճյուղից, նաեւ առողջական մեծ խնդիրներ են ունենալու։ Այսինքն դա իսկապես կարա լինի օրակարգ Հայաստանի տնտեսությունը եւ բնակչությանը, այսինքն ոչնչացնելու։